հեռահաղորդակցման կամ տեղեկության հետ, ընդհանրապես կապչին սա քաղաքական որոշում է եւ ես կապում եմ այս որոշումը փորձերով խալխլել եւ վատացնել հայ-ռուսական հարաբերությունները ամսի 26-ին նախանշվող ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպմանը Սանկտ Պետերբուրգում։ Այսինքն արվում է ամեն ինչ, դուք գիտեք, որ Սպուտնիկը ինչ ցավոտ թեմա է, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները փորձեն ստանալ լեգիտիմ իրավունք չգնալ այդ հանդիպմանը։ Ես դրա հետ եմ կապում եւ առհասարակ այն կատաղի աղանդավորության հասնող հակահայկական ռոպագանդան, որը ուղարկվում է այսօր մեր իշխանական, կամ պրոթուրքական, պրոադրբեջանական լրատվամիջոցների կողմից, որոնք փորձում են վատթարացնել Հայաստան-Ռուսաստան, Հայաստան-Իրան հարաբերությունները, ինքը այդ կոնտեքստում է, ոչ մի զարմանալի բան չկա, ինչ վերաբերում է կոնկրետ Ավովյան Time podcast-ին, ապա այստեղ կարելի է միայն ժպտալ եւ ասել հետեւյալը, որ բոլոր տեղեկությունը, որը վերլուծվում է կամ խոսվում է Ավովյան Time podcast-ի շրջանակներում, ինքը բացառապես հիմնվում է քաղաքագիտական հաշվարկների, որոնք արվում են համաձայն իշխանության հայտարարությունների, որոշումների եւ քայլերի։ Այսինքն, եթե իրենք կարծում են, որ ոչ հավաստի տեղեկություն է տարածում կամ տեղեկություն, որը խուճապ է առաջացնում, ապա առաջարկում եմ իրենց բոլորին հերթով կանգնել, անպայման կանգնել հայլու առջև, նայել ուշադիր այդ արտացոլանքի մեջ եւ հասկանալ, որ այն ինչում մեղադրում են կամ ինչը պատճառ են վերցնում, եւ փորձում են ճնշում գործադրել մեդիայի վրա, դա առաջին հերթին վերաբերում է իրենց տեղեկության, հավաստիության եւ խուճապ տարածելու մասով։ Այսինքն դա իրենք իրենց պետք է առաջին հերթին չեմ ասի մեղադրեն, միացելու ուշադիր իրանք ասածներին եւ որոշումներին հետեւեն։